Խոսեցին օդի արտադրության մասին, որ սարքավորումներ են ստեղծվելու։ Ուզում եի հասկանալ ունենք ինչ-որ այսպես ժամանակահատված եւ կմեկնարկի այսպես սարքավորումների գործադրումը եւ ինչ ծախսերի մասին է խոսքը գնում ու ովքեր են ձեռք բերելու սարքավորումները։ Մենք նորմով սահմանել ենք մայիսի 1, որը կիրառության մեջ է մտնում։ 4 ամիս ենք սահմանում, Այ, մայիսի 1 մենք բավարար ժամկետ ենք տվել կառուցապատողներին, որպեսզի դա 4 ամիսն է, որը գալիս է մայիսի 1, որպեսզի կառուցապատողները պատշաճ ժամանակ ունենան իրենց շին հրապարակները վերակահավորեն կամ վերակազմակերպեն բոլոր սեփականատերերը, կառուցապատողները կամ շինարարները իրականացնելու են այդ կահավորման աշխատանքները։ Հիմնականում դա մեծ գումարի հետ չի կապված, օրինակ այն ճանապարհները, որոնցով շին հրապարակում երթևեկում են տրանսպորտային միջոցները, շինարարությունը սպասարկելու համար, դրանք պետք է բետոնապատվեն։ Դա մեծ ծավալի աշխատանք չի։ Այն հարթակները, որտեղ հողային մակերես ունեն, պետք է ինչ-որ շերտով, որը նշված է նորմի մեջ, պետք է խճապատվեն, որ քամիների ժամանակ այդ հողային մակերեսից փոշին դուրս չգա։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ հողային աշխատանքների իրականացման ժամանակ, այսինքն երբ որ փոսորակներ են քանդում եւ տենց հողային աշխատանքներ են իրականացնում, այդ պարագծով տեղադրված լինեն ուրեմն ջրային մառախուղ առաջացնող այդ համապատասխան սարքավորումները, որպեսզի փոշու արտանետումները դեպի մթնոլորտ նվազեցվի։ Կարծում եմ կառուցապատողները կարող են դա վերցնել եւ վարձակալությամբ ժամանակավոր օգտագործման եւ ձեռք բերել են իրենց համար բոլոր օբյեկտներում օգտագործել ըստ անհրաժեշտության եւ այսպես բոլոր փուլերում շինարարության բոլոր փուլերի համար նկարագրված են այն գործողությունները, որը կառուցապատողը պետք է իրականացնի։ Բնականաբար պետական ծրագրերի դեպքում կիրականացվի պետական միջոցներով, մասնավոր ծրագրերի դեպքում կիրականացվի մասնավոր միջոցներով։ Նաև մենք պարտադիր պահանջ ենք սահմանել, որ շին հրապարակները կահավորված լինեն այդ համապատասխան սարքավորումներով, որոնք վերլուծելու են եւ տալու են գնահատական օդի աղտոտվածության մակարդակի հետ կապված։ Արմեն Ոսկանցի ռեստորացիոն բան Վարդանյան որպես շահնակություն կոլեգայիս հարցին նոր նորմերով նախատեսվում է խստացնել պատժամիջոցներ այն կառուցապատողների հանդեպ, որոնք կամ խախտելու են կամ ընդհանրապես չկիրառելու նամերը։ Ոչ մենակ չափը ֆինանսական նկատի ունեմ, այլ նաև ընդհանուր մենք պլանավորում ենք այդ տվյալ շինարարական կազմակերպություններին, եթե տեսչական մարմինները գնան արձանագրեն եւ պարզվի, որ չեն պահպանվում, ընդհանուր կարող են այդ շինարարական կազմակերպությունները զրկվել լիցենզիայից կամ նրանց լիցենզիան կասեցվի։